3 տարիների փորձի այսպիսի գնահատականը չափազանց պարտավորեցնող է առաջիկայում լինելու շատ ավելի բարձր մակարդակում։ Լայնապի տնօրեն Ռադիկ Էզոյանը այսուհետ հանդիսանում է Միջազգային պարային խորհրդի եւ ժողովրդական փառատոների Եվրոպական ասոցիացիայի թիմի անդամ, ինչպես նաեւ վերոնշյալ կազմակերպությունները անդամի կարգավիճակ են տվել Ախալքալակի լայնապ մշակութային կենտրոնում։ Սա տարածաշրջանում առաջինն է եւ Վրաստանի մասշտաբով 4-րդ կառույցը, ով ստացել է այսպիսի հնարավորություն միջազգային հեղինակություն ունեցող վերոնշյալ կազմակերպություններից։ Միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ նրանց համագործակցությունը տալիս է մի շարք կարևոր առավելություններ։ Ուրախ եմ ձեզ տեղեկացնելու, որ մեր լայնապ կենտրոնը եւ ես այսօր դարձել ենք միջազգային մեծ կառույցների մի մասը։ Պարարվեստի միջազգային խորհուրդը Վրաստանում նաև մենք 4-րդ կառույցն ենք, որ համագործակցում ենք այս մեծ կառույցների հետ եւ շատ մեծ հնարավորություններ ունենք։ Եվրոպական միջազգային փառատոների ասոցիացիայի մեկ մասն ենք, որով հնարավորություն է տալիս մեզ եվրոպական փառատոներին մասնակցելու, մեր մշակույթը ներկայացնելու այնտեղ եւ կարողանանք նաեւ մենք կազմակերպել Վրաստանում, տարածաշրջանում փառատոններ եւ նաեւ հրավիրենք այն մեծ պրոֆեսիոնալ խմբերին տարբեր երկրներից, որ կարողանան նրանք էլ մասնակցել մեր մոտ փառատոններին եւ տեսնել ինչու՞ չէ նաեւ մեր մշակութային կոլորիտը։ Կարճ ժամանակում 3 տարի է ինչ մեր լայնապ կենտրոնը արդեն գործում է եւ տարբեր փառատոնների մասնակցելով թե եվրոպական քաղաքներում, նաև Հայաստան, Վրաստանում, տեսնելով մեր աշխատանքը, որոշվում է կայացում, որ մենք պիտի անպայման դառնանք այս կառույցների անդամը եւ ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել առաջ հերթին մեր աշակերտներին, ծնողներին, որ այսօր վստահում են մեզ եւ նրանց աշխատանքի հետ միասին մենք այսօր ճանաչողություն ենք բերում միջազգային հարթակներում։ Լայնապ կենտրոնը 3 տարվա ընթացքում իր թիմը արդեն համալրել է իր աշխատակիցներով մեր պարուսույցները, նաև սկսել ենք մենք մեր մասնաճյուղերը բացել գյուղերում եւ այսօր մեր պարուսույցները այնտեղ դասավանդում են եւ նրանք էլ հնարավորություն ունեն նաև մասնակցելու միջազգային փառատոներում եւ արդեն իրանք եւս կարող են իրենց աշխատանքները ներկայացնել եւ ճանաչողություն բերել նաև իրենց խմբերի հետ միասին։